Հայաստանի Հանրապետությունը իդեմս ֆինանսների նախարարության 2015 թվականի մարտի 19-ին իրականացրեց արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը եւ տեղաբաշխումից մուտքը կազմեց 487 միլիոն ամերիկյան դոլար։ Այդ պարտատոմսերի իրացումից մուտք եղած գումարներից մի մասը վճարվեց 205 միլիոն դոլարի չափով վճարվեց ուրեմն նախկին արտարժութային պարտատոմսերի ետգնման համար։ Մնացած գումարները, որոնք կան եւ վաղ ամսի 27-ին փոխանցվելու են Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվ, անհրաժեշտ է որպեսզի մեր բյուջետային համակարգումները արվեն։ Դրա համար առաջարկում այս որոշման նախագիծը, որով այդ գումարից 40 միլիարդը կտրամադրվի մեր պարտատոմսերից չստացվող գումարների փոխհատուցմանը, ներքին պարտատոմսերից չստացվող գումարների փոխհատուցմանը, մնացած մասը կուղղվի կայունացման ֆոնդ, որպեսզի հետագայում կառավարության կողմից որոշված ուղղություններով այդ գումարները ծախսվեն։ Այսինքն դա կգտնվի արդեն մեր կայունացման հաշվին այդ գումարը ամբողջությամբ։ Հայաստանի Հանրապետության համայնքներում 2015 թվականին 25 ծրագրերի իրականացման նպատակով առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 1 միլիարդ 626 միլիոն 670 հազար դրամ։ 1 միլիարդ 626 հազար 670 դրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համայնքներում 6 մարզերի Արմավիր, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք իրականացվելու են թվով 25 ծրագրեր։ Մշակութային օբյեկտների վերանորոգման 4 ծրագիր 200 միլիոն, մարզական օբյեկտների կառուցում 1 ծրագիր 230 միլիոն, նախադպրոցական հաստատությունների վերանորոգում 4 ծրագիր 149 միլիոն, կրթական օբյեկտների վերանորոգման 16 ծրագիր 1 միլիարդ 47 միլիոն 670 հազար դրամ։